Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, ATV եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ Այսօր մեր հաղորդման շրջանակներում ձեզ պատմելու ենք հայ մեծ գրող, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի մասին։ Խոսել ենք նրա գրական գործունեության, հասարակական գործունեության մասին, որն իրականում մեծ ավանդ էր հայ մշակույթի զարգացման գործում։ Ավետիք Իսահակյանը լինելով մտավորական իրեն երբեք զերծ չի պահել ազգային քաղաքական գործընթացներին մասնակիցը լինելուց, որովհետև այդպիսին էր ժամանակաշրջանը եւ դա էին պահանջում ազգային խնդիրները։ Բավական է միայն հիշել նրա մասնակցությունը Նեմեսիս գործողությանը։ Վերջին շրջանում, հատկապես երբ նրա մահից հետո բացահայտվեցին իր ու Շահան Նաթալիի նամակագրությունները, պարզ դարձավ, որ Ավետիք Իսահակյանն իրականում եղել է այս կարևորագույն օպերացիայի որոշիչ անձանցից մեկը։ Եվ իհարկե նա ակտիվ մասնակցություն է ունեցել ազգային ազատագրական շարժումներին, մասնակցել դեպի Արևմտյան Հայաստան ուղարկվող ազգային խմբերի հավաքագրման գործընթացին, զենք զինամթերք, ինչպես նաև դրամական միջոցներ հավաքագրելու գործընթացին, ինչը բնականաբար չէր կարող անհետևանք մնալ եւ պատճառ դառնալ նրա ձերբակալության ու աքսորման։ Այսօր կխոսենք Ավետիք Իսահակյանի մասին։ Այսօր խոսելու ենք Ավետիք Իսահակյանի մասին ոչ այնքան որպես գրողի, որքան հասարակական երևույթի, որովհետև հավերժական հարց կա, պետք է արդյոք ստեղծագործությունը զատել ստեղծագործողից, թե ոչ։ Եվ այս տեսանկյունից Ավետիք Իսահակյանի պարագայում ոչ միայն պետք չի զատել, այլև պետք է այդ ամբողջությունը դիտարկել հենց նրա հասարակական կերպարի մեջ։ Նա մարդ էր, ով իր ողջ կենսագրության ընթացքում միշտ մասնակից է եղել ազգային հասարակական կյանքին եւ նաեւ ունեցել է կենսագրության այնպիսի դրվագներ, որոնք երկար ժամանակ հայտնի չեն եղել լայն շրջանակներին։ Միևնույն ժամանակ նրա կենսագրությունը հետաքրքիր է նաեւ նրանով, որ լինելով փաստացի այսպես Հառիճավանքի բանական դպրոցի սան, այնուհետև Գևորգյան ճեմարանի սան, լինելով նույնիսկ դաշնակցության շարքերում 19-րդ դարի վերջից, նա հետագայում կարողացել էր խորհրդային շրջանում լինել Հայաստանում փաստացի գրողների միության նախագահ եւ խորհրդային Հայաստանի մտավորականության առաջամարտիկներից մեկը եւ այս առումով ոմանք ժամանակին նույնիսկ հակասական են գնահատել նրա դերակատարությունը եւ ներգրավումը։ Իհարկե այս ամբողջությամբ պետք է դիտարկել Ավետիք Իսահակյանի բացառիկ կերպարը, մարդ, ով նույնիսկ մասնակցություն է ունեցել Նեմեսիս վրիժառոյական գործողությունների ծրագրի կազմման եւ իրականացմանը եւ կանգնած է եղել ի թիվս այլ ազգային գործիչների կոնկրետ Թալյատ Փաշայի սպանության հետևում։ Այժմ խոսենք Ավետիք Իսահակյանի կենսագրության վաղ շրջանի մասին։ Նա ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 18-ին Ալեքսանդրապոլում, ժամանակակից Գյումրի քաղաքում, եւ այստեղ նրա վաղ մանկությունը անցել է, նա հաճախել է նախ ծխական դպրոց, այնուհետև Հառիճավանքի դպրոց եւ դրանից հետո արդեն մենք տեսնում ենք նրան 1889-92 թվականներին Գևորգյան ճեմարանում եւ հետագայում նրան տեսնում ենք ազգային ազատագրական պայքարի տարբեր դրվագներում։ Եվ նրա ստեղծագործությունը մենք պետք է նայենք հենց այս տեսանկյունից, որովհետև նրա ստեղծագործությունը միջավայրից կտրված չէր եւ շատ դեպքերում նա իր ստեղծագործական աշխատանքով լիցք էր հաղորդում հայ հասարակության մտայնությանը, մտածողությանը։ Այս առումով իհարկե հետաքրքիր է, որ նա երբ մեկնում է Լայպցիգում, լինելով այնտեղ համալսարանում ազատ ունկնդիր, վերադառնում է այնտեղից հետագայում Հայաստան եւ տեսնում ենք, որ ժամանակի հետ նա անդամագրվում է Հայ-Աղափական դաշնակցություն կուսակցությանը եւ նպատակը զուտ կուսակցական պայքար չէր, այլ ակնհայտորեն նա հարցը դիտարկում էր ազգային ազատագրական պայքարի տեսանկյունից եւ հետաքրքիր է, որ անդամակցությունից եւ նրա
փաստորեն հասարակական առաջին ներգրավվածությունից հետո է, որ մենք տեսնում ենք նրա ստեղծագործական առաջին ժողովածուն։ Մասնավորապես արդեն 1896 թվականին նա առաջին անգամ հայ ազատագրական շարժմանը մասնակից լինելու համար ձերբակալվել է եւ արդեն հաջորդ տարի տեսնում ենք, որ նրա ստեղծագործական առաջին ժողովածուն է լույս տեսնում երգեր եւ վերքեր 1897 թվական եւ սովորաբար հատկապես խորհրդային տարիներին շեշտադրումը կատարվում էր գրականագիտության տեսանկյունից նրա վրա, որ այստեղ սիրո եւ մելամաղձոտ տարբեր մտայնությունների արտահայտություն են ներկայացված, բայց իհարկե մենք նաեւ պետք է նկատենք, որ նա ի սկզբանե նաեւ հանդես է գալիս որպես ազատագրական շարժման երգիչ եւ հայդուկային երգեր խորագրով ստեղծագործությունների շարք է հրատարակում, դրոշակում եւ սա իհարկե գաղափարական լուրջ աշխատանք էր, որովհետեւ դրոշակը դիտարկվում էր որպես այդ ժամանակ ազգային ազատագրական շարժման գաղափարական ուղղություն որոշող ստեղծագործական միջավայր ապահովող պարբերական եւ դրա համար նրա այս ստեղծագործությունների մի մասը ժամանակի հետ դառնում են մարդկանց համար սիրելի երգեր եւ այդպիսին մնացել են նույնիսկ մի մասը մինչեւ հիմա եւ այստեղ օրինակ Սալոնո ձորերում ստեղծագործության մեջ նա ոգեկոչում է Հայաստանի անկախության գաղափարը եւ արդեն 19-րդ դարի վերջից մենք տեսնում ենք, որ այս ուղենիշը նրա համար կա, որ Հայաստանը պետք է լինի անկախ պետություն։ Հետագայում նրա գործողությունների մեջ մենք տեսնում ենք գաղափարական աշխատանք, ընդ որում թե Արևելյան Հայաստանում, թե նույնիսկ Արևմտյան Հայաստանում, թե տարբեր գաղթավայրերում նա հատկապես ռուսական կայսրության հարավային քաղաքներով է շրջում լինում, Թիֆլիսում, Բաքվում, Հյուսային Կովկասի տարբեր քաղաքներում, լինում է Նոր Նախիջևանում, Արմավիր եւ այլն տարբեր ուղղություններով եւ այս գաղափարական աշխատանքը նա նաեւ շարունակում է Արևմտյան Հայաստանում եւ Կոստանդնուպոլսում։ Հետաքրքիր է, որ երկրորդ անգամ կալանավորվելուց հետո Արևելյան Հայաստանում նա երբ որ Օդեսա էր աքսորվել եւ հետո արդեն աքսորից ազատվել էր, նա որոշում է, որ պետք է մեկնի Կոստանդնուպոլիս եւ Արևմտյան Հայաստանի տարածքով գնում է Պոլիս եւ 1911-12 թվականներին լինում այնտեղ մտավորականների հետ գաղափարական լուրջ աշխատանք է տանում եւ պետք է նկատել, որ հենց 1912-ի սկզբին տեղի ունենում բեկումը Կոստանդնուպոլսում հայ ազատագրական շարժման վերնախավի շրջանում կասկածներ են առաջանում երիտթուրքական վերնախավի նկատմամբ եւ գիտենք, որ 12 թվականին խզումն է լինում, այս առումով շատ հետաքրքիր է, մենք չգիտենք իհարկե շատ մանրամասներ, բայց Իսահակյանը փաստորեն կարող էր լինել այն մարդկանցից մեկը, ով այդ գաղափարական համապատասխան աշխատանքը կարող էր ապահովել Կոստանդնուպոլսում։ Եվ երբ որ մենք դիտարկում ենք Ավետիք Իսահակյանի գործունեությունը ավելի լայն, քան պարզապես նրա ստեղծագործական ժառանգության հրատարակումն է, պետք է նկատենք, որ նրա աշխատանքներում միայն ազգային ազատագրական գաղափարը առանձին մարդուց կտրված չէ, այսպես ասենք, եւ նաեւ համամարտկային գաղափարների տեսանկյունից է ներկայացված, ինչպես է մարդը հաղթահարում դժվարությունները, ճեղքում դժվարությունների պատնեշը եւ հասնում հաջողության, սա իհարկե նաեւ լավ ուղերձ էր այդպիսի դժվարություններով անցնող հայ մարդու եւ Հայաստանի համար, այս առումով իհարկե շատ գեղեցիկ ստեղծագործություն է եւ շատ նպատակային Աբուլ Ալա Մահարի պոեմը, որտեղ հենց դժվարությունների հաղթահարման գաղափարը շատ հետաքրքիր ձևով դրված է։ Թվում է այստեղ կտրված է ազգային միջավայրից դժվարություն հաղթահարող կերպարը, բայց իրականում երբ նայում ենք ժամանակաշրջանը 1909-ից 11 թվականներ, բնականաբար այստեղ ուղերձները ոչ միայն համամարտկային են, այլև ազգային։ Իսահակյանը հետաքրքիր է, որ դրսում աշխատանքը երկար ժամանակ շարունակում է եւ հատկապես 1915-21 թվականներին նա գտնվում էր Ժնևում
եւ այս ընթացքում նույնիսկ կեղծանվան տակ էր հանդես գալիս եւ հենց այս ժամանակահատվածում է որ մենք նրան տեսնում ենք Նեմեսիս գործողությունների ծրագրին որպես ներգրաված մարդ եւ հատկապես երկար ժամանակ հանրության լայն շրջանակներին հասանելի չէր այն փաստը, որ Թալիաթ Փաշայի անձի վերջնական հաստատման եւ սպանության կազմակերպման գործում հայ վրիժառոյական ծրագրի առանցքում գտնվող անձանցից մեկը նա էր եւ նա նույնիսկ փաստորեն ականատեսների հաստատմամբ եւ ծրագրի կազմակերպիչների տվյալների համաձայն նույնիսկ եղել է տեղանքում այսինքն երբ Սողոմոն Թեհլերյանի կողմից վրիժառոյական գործողությունը կատարվել է այդ ժամանակ Ավետիք Իսահակյանը ոչ միայն փաստորեն թիկունքային աշխատանքում էր, եթե այսպես պայմանական ասենք, ներգրաված, այլև տեղում անձամբ փաստորեն ներկա է եղել եւ նույնիսկ տարբերակներից մեկի համաձայն, եթե ինչ որ բան չստացվեր Թեհլերյանի մոտ, նա պետք է կատարեր այդ վճռական գործողությունը։ Այսինքն մենք ունենք կերպար, ով պարզապես բանաստեղծ չէ, ով պարզապես գրող չէ եւ այնպես հասարակական միջավայրից կտրված մտավորական չէ, այլ իրականում իր խոսքը իրականում կապված էր գործնական աշխատանքների հետ։ Հետագայում տեսնում ենք, որ նա իր գործունեությունը շարունակում է Սփյուռքի տարբեր կենտրոններում, լինում է Վենետիկում, Վիեննայում եւ շատ այլ վայրերում, ֆրանսիական տարբեր քաղաքներում, նորից Գերմանիայում եւ ի վերջո նա 1936 թվականին վերադառնում է Հայաստան, արդեն խորհրդային Հայաստան։ Նա դրանից 10 տարի առաջ այցելել էր խորհրդային Հայաստան, սակայն այստեղ չէր մնացել եւ այժմ 36 թվականի աշնանը նա վերադառնում է։ Սկզբնական շրջանում նրա ներգրավվածությունը խորհրդային Հայաստանի հասարակական կյանքին մեծ չէր, սակայն ժամանակի հետ մենք տեսնում ենք նրա չափազանց մեծ ներգրավում եւ մասնավորապես նա նախ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գիրագույն հոգևոր խորհրդի այդ աշխատանքների վերակազմակերպման գործում էր ներգրաված, այստեղ աշխատում էին օրինակ Ստեփանոս Մալխասյանցի հետ եւ շատ ուրիշ մտավորականների։ Մյուս կողմից նա օրինական մեծ պատերազմի տարիներին սկսում է գրել ստեղծագործություններ, որոնք ուղղված էին այս պատերազմում հայերի մասնակցության մասին շեշտադրումներին եւ օրինակ նա մի բանաստեղծություն է գրել նվիրված Սիմոն Զաքյանին, ով 390-րդ դիվիզիայի հայերի ցավակագրված դիվիզիայի հրամանատարներ եւ զոհվել էր Ղրիմի Կերչի թերակղզու համար մարտերում, նրան նվիրված բանաստեղծություն է գրել եւ նաեւ շատ այլ աշխատանքներ։ Այս ընթացքում հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա դառնում է 1943 թվականին Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի իսկական անդամ եւ արդեն պատերազմից հետո գլխավորում է գրողների միությունը, ընտրվում Գերագույն խորհրդի падգամավոր եւ նաեւ կարևոր դերակատարություն է ունենում Գևորգ 6-րդ Չորեքչյան կաթողիկոսի ընտրության եւ նրա գործունեության հաջողության աշխատանքներում այս առումով իհարկե շատ հետաքրքիր է թե ինչպես էր Նեմեսիսի երբեմնի մասնակիցը, դաշնակցական երբեմնի գործիչը, Սփյուռքում եւ նույնիսկ ժամանակին ռուսական կայսրության հարավում ազատագրական շարժման զգալի ներդրում ունեցած անձը այժմ խորհրդային Հայաստանի բարձրագույն էլիտայի թե քաղաքական եւ թե մտավորականության փաստորեն էլիտայի մեջ աչքի ընկնում իր գործունեությամբ։ Եվ իհարկե Ավետիք Իսահակյանը մեր ազգի, մեր հատկապես Հայաստանում խորհրդային շրջանում, բնակչության շրջանում մեծ ճանաչում ուներ որպես մեծ բանաստեղծ, մեծանուն բանաստեղծ, լավագույններից մեկը իր ստեղծագործական կարողություններով եւ իհարկե նրա ստեղծագործական նաեւ ժանրերն են բավականին տարաբնույթ։ Այս առումով իհարկե
նա մարդկանց հիշողության մեջ մնացել է մի կողմից որպես մեծանուն գրող, մյուս կողմից հատկապես նորահայտ էջերով իր կենսագրության մեջ նորահայտ էջերով պայմանավորված, որպես հասարակական կարևորագույն գործիչ, ով գաղափարական մեծ աշխատանք է տարել հայ ազգագրական շարժման պատմության մեջ։ Ավետիք Իսահակյանը մահացել է Երևանում 1957 թվականի հոկտեմբերի 17-ին, փաստորեն իր ծննդյան օրվանից 1 օր շուտ։ Նա թաղվել է Կոմիտասի անվան Պանթեոնում, որտեղ հայ մշակույթի մեծանուն դեմքեր են թաղված, եւ նա փաստորեն առաջիններից մեկն էր, որ այնտեղ ուղարկավորվել է։ Ավետիք Իսահակյանը շատ հետաքրքիր կերպար է մնացել մեր ազգի պատմական հիշողության մեջ եւ նա հետաքրքիր է, որ դեռևս 19-րդ դարի վերջին, երբ դրոշակում հրատարակում էր Հայ Գուսան իր կեղծանունով, այսպես մակագրությամբ ավելի ճիշտ ստեղծագործություններ, այդ աշխատանքներով մնացել է որպես ժողովրդական երգերի հեղինակ եւ շատ դեպքերում նույնիսկ մարդիկ երգերը երգելով չեն էլ կռահում, որ Իսահակյանի ստեղծագործության մասին է խոսքը, օրինակ Էյջան հայրենիք, Սալնոց օրերում եւ այլն, ընդ որում այստեղ հենց նրա ազատատենչ ոգին է երևում եւ ուղերձը դեպի անկախության ձգտելու, այս առումով իհարկե նույնիսկ նրա լեգենդներում, նրա հեղինակած հեքիաթներում, մշակած ստեղծագործություններում շատ հստակ երևում է նորից ուղերձը ազատատենչ մարդ, բայց այդ մարդն ունի ազգային նկարագիր եւ ոչ թե տարված է, այսպես ասած, ձախ հայացքներով կամ ուլտրա լիբերալ հայացքներով, այլ ազատամիտ գաղափարը, այսինքն պետություն ունենալու ազգային ազատագրության գաղափարը հաղորդելու ուղերձն է, որ նրա ստեղծագործություններում մենք տեսնում ենք։ Նաև շատ հետաքրքիր է, որ 1919 թվականին լույս է տեսնում նրա Սասմա Մհեր ստեղծագործությունը եւ այստեղ հայերի հենց այդ ազատատենչ ոգու արտահայտությունն է երևում, փաստորեն պատահական չի թվականը 19 թվականի դրությամբ մենք արդեն ունենք պետություն առաջին հանրապետության տեսքով եւ այստեղ մեր ազգի տարերային ոգի է նա նկարագրում եւ հաջողության հասնելու նաեւ ցասում եւ սա կարելի է զուգադրել իհարկե մայիսյան հերոսամարտերի ժամանակաշրջանի եւ հաջորդող իրադարձությունների հետ։ Այս առումով իհարկե Իսահակյանը շատ հետաքրքիր կերպար է նաեւ ինչպես է մատուցում տարբեր լեգենդներից մերձավոր արևելյան տարբեր երանգներով համեմված մոտեցումներով ստեղծագործություններ նույն հեքիաթների եւ լեգենդների տեսքով այս առումով շատ գեղեցիկ ստեղծագործություններ են Լիլիթը, Սաադիի վերջին գարունը, որոնք դարձել են մեր ընթերցողների, սերնդեսերունդ ընթերցողների սեփականությունը եւ շատ դեպքերում միահյուսվել են անգամ մարդկանց պատմական ընկալումների հետ։ Նրա ստեղծագործությունների մեջ առանձնանում է հատկապես մեր ազգային նկարագրի պես արտացոլման տեսանկյունից ուստա Կարո ստեղծագործությունը, այս վեպը նա առաջին տարբերակ որպես դեռևս 1911-12 թվականներին կարողացել էր ավարտին հասցնել, երբ Արևմտյան Հայաստանի տարածքով Կարինից Տրապիզոն, այնուհետև Կոստանդնուպոլիս էր տեղափոխվում եւ Պոլսում հայ մտավորականների հետ հանդիպումներ էր ունենում, քննարկումներ։ Այս ընթացքում նա ամբողջացրել է առաջին տարբերակը, հետագայում արդեն տարիներ անց ամբողջացրել եւ երկրորդ տարբերակն է ստացել։ Շատ նուրբ հոգեբանական տեսարաններ են արտացոլված եւ մարդու փիլիսոփայական կերպարի արտացոլում կարելի է տեսնել նրա համբերանքի չիբուխը ստեղծագործության մեջ եւ այսպես շարունակ։ Այսինքն Ավետիք Իսահակյանի ստեղծագործական ժառանգությունը բազմաժանր է՝ պոեմներ, վեպեր, բանաստեղծություններ, արձակ եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ փաստորեն երգեր, որոնք կարելի է համարել ինչ որտեղ նաեւ գուսանական երաժշտությունից ոգեշնչված եւ դրանք կարելի ասել
հայդուկային շարժման, ազգային աստագրական շարժման, ոգեշնչման աղբյուր են եղել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին։ Ավետիք Իսահակյանը հատկապես խորհրդային ընթերցողին ընկալելի էր դառնում որպես բանաստեղծ մտավորական, ով զգալիորեն ներգրաված էր հետպատերազմյան շրջանում, արդեն հայրենական մեծ պատերազմից հետո խորհրդային Հայաստանի հասարակական կյանքին եւ նրան ընկալում էին որպես գրողների միության կարկառուն ներկայացուցիչ, որպես նույնիսկ падգամավոր Գերագույն խորհրդի եւ նրա այս հասարակական ներգրավությունը կարծեք թե մոռացության էր մատնում այն կերպարը, որ նա եղել էր դրանից առաջ եւ հենց այս առումով իհարկե հետազոտողների մոտ, հատկապես պատմաբանների մոտ հարցեր են առաջացրել այն գործողությունները, ինչի արդյունքում կարող էր Իսահակյանը ազգային աստագրական շարժման կերպար լինելով եւ այդպիսին ընկալվելով նաեւ սկզբնապես խորհրդային իշխանությունների կողմից հետագայում դառնար այդ նույն իշխանության պայմաններում հայ մտավորականության առաջամարտիկը, լոկոմոտիվը խորհրդային պայմաններում։ Սա իհարկե բավականին հետաքրքիր է, թե ինչպես է նույն կերպարը կարողանում այս տրանսֆորմացիային ենթարկվել եւ միևնույն ժամանակ չհրաժարվել իր դավանած գաղափարներից, մոտեցումներից, լինելով նորից իր ստեղծագործական ամբողջ ժառանգության կրողն ու շարունակողը։ Ավետիք Իսահակյանը ոչ միայն մեծ գրող էր, այլև մարդ, ով ապրեց իր ժողովրդի ցավը, դրանք վերածեց տողերի, որոնք ապրելու են դեռ դարերով։ Ազգային ազատագրական շարժումներին նրա մասնակցությունը վկայությունն է այն բանի, որ Ավետիք Իսահակյանը լավագույնս հասկանում էր մտավորականի ու գրողի իրական չափը, ոչ միայն ստեղծագործել գեղեցիկը, այլև ապրել իր ժողովրդի ազգային խնդիրներով ու դառնալ դրա մասնակիցը։ Իսկ Իսահակյանի մասին պատմող մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Thank you.